Բարի օր, դուք դիտում եք Կիրակնորյա հերթապամասը։ Այս թողարկման մեջ տեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համառոտ։ Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների հարաբերություններն ամրապնդվում են, համագործակցությունը ստանում է նոր ռազմավարական ուղղություններ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում, տրվել են հանձնարարականներ։ Մեկնարկել է ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել էր Երևան։ Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները քննարկել են համագործակցության խորացման ուղիները, ընդգծելով իրավապահ կառույցների համատեղ պայքարի կարևորությունը հանցավորության, այդ թվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Կողմերը անդրադարձել են նաև ոլորտային բարեփոխումներին։ Ավարտվել է հունիսի 23-ին Երևան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի աշխատանքային այցը։ Գելա Գալաձեի աշխատանքային օրակարգի առաջին կանգառը ներքին գործերի նախարարությունում էր։ Վրաց գործընկերոջը դիմավորեց Արփինե Սարգսյանը պաշտոնական արարողակարգով։ Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց հարգանքի տուրքով։ Նախարարները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Ընդլայնված կազմով հանդիպմանը Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ողջունելով գործընկերոջը շնորհավորեց նրան Վրաստանի ներքին գործերի նախարարի պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ընդգծեց, որ նախարարի կարգավիճակով սա իր առաջին պաշտոնական այցն է։ Ավելին, իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ու նախարարը կունենան իր լիակատար աջակցությունը։ Երկուստեք բարձր գնահատեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը, վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։ Հանդիպանը ներկայացվեցին երկու կառույցներում ընթացող բարեփոխումները, կարևորվեց փորձի փոխանակումը և անդրազգային հանցավորության դեմ միասնական պայքարը։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր և ստեղծել օպերատիվ կապ անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելու համար։ Գելա Գալաձեն գործընկերոջը հրավիրեց Թբիլիսի։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունեց հրավերը, արձանագրելով, որ դա հարաբերություններն առավել զարգացնելուն միտված քայլ է։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակեցին երկկողմ ձևաչափով։ Նույն օրը Գելա Գալաձեն այցելեց Հայաստանի կառավարություն, նրան ընդունեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ողջունեց նրա այցը Հայաստան և շնորհավորեց պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի։ Երկրի ղեկավարը շեշտեց, որ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը։ Գելա Գալաձեն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ ողջույնները։ Վրաստանի ներքին գործերի նախարարը կարևորեց երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման։ Հանդիպանը վարչապետ Փաշինյանին ներկայացվեցին մանրամասներ Արփինե Սարգսյանի և Գելա Գալաձեի քննարկումներից։ Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակության վերջին կանգառը Պարեկային ծառայության ու օպերատիվ կառավարման կենտրոնի նորաստեղծ ու ժամանակակից համալիրում էր։ Հյուրերը ծանոթացան ծառայությունների բնույթին, տեխնիկական հագեցվածությանն ու վերազինմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծանոթանալու կենսաչափական նոր փաստաթղթերի մշակմանն ուղղված երիտասարդների գաղափարներին։ Նախարարը բարձր է գնահատել ստեղծագործական մոտեցումները, ընդգծելով, որ նման համագործակցությունը նոր որակ կհաղորդի պետական ծառայությունների թվայնացմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 20-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծանոթացել կրթական նորարար մոտեցումներին, սաների առօրյա աշխատանքներին ու նախագծերին։ Նախարարին ուղեկցել են տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիա և քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նախարար Սարգսյանը կենտրոնի տարբեր բաժիններում ծանոթացել է կրթական ծրագրերին, սովորողների առաջխաղացման հնարավորություններին ու հետաքրքրություններին։ Դասընթացավարների հետ քննարկվել են կրթական գործընթացի առանձնահատկություններն ու երիտասարդների ստեղծագործական ներուժի զարգացման մեխանիզմները։ Սովորողները կիսվել են
իրենց նախագծային գաղափարներով ներկայացրել ստեղծագործական աշխատանքներ եւ անդրադարձել այն փորձին, որը ստանում են Թումոյում։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման գործում ներգրավված երիտասարդները ներկայացրել են նոր դիզայնի վերաբերյալ իրենց պատկերացումները։ Նրանք կիսվել են նախագծային փուլի արդյունքներով, խոսելով կոնցեպտների ու վիզուալ լուծումների մասին։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երիտասարդների ակտիվությունը, նշելով, որ այս գործընթացին նրանց ներգրավվածությունը ոչ միայն խթանում է նոր մոտեցումների զարգացումը, այլև ցույց է տալիս, թե որքան արդյունավետ կարող է լինել կրթության եւ պետական կառավարման ոլորտների համագործակցությունը։ Հաշվի առնելով, որ մյուս կողմում ոլորտի միջազգային փորձագետներին երիտասարդ ստեղծագործողների գաղափարները քննարկման դաշտ բերելը լավ գաղափար է որակվել նաեւ ֆրանսիացի գործընկերների կողմից։ Նախարարի գնահատմամբ նման աշխատանքները կարևոր են երիտասարդների համար իրականացնելու իրենց ստեղծագործական գաղափարները եւ ներդրում ունենալու կենսաչափական նոր փաստաթղթերի ստեղծման գործում։ Ներկայացված առաջարկների վերաբերյալ տպավորություններով է կիսվել միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նրա խոսքով սա դեռ աշխատանքների միջանկյալ փուլն է։ Երեխաների պատկերացումները իսկապես տպավորիչ էին եւ գունային գամայի ընտրության հարցում եւ անձնագրի շապիկից եւ անվտանգային բաղադրիչներից սկսած մինչեւ տվյալների էջ եւ վիզաների էջերի ձևավորում տարբեր մոտեցումների ականատես եղանք։ Շատ հետաքրքիր այսպես մտագրոհ էր կազմակերպվել այստեղ նախապես եւ արձանագրված էին այն բոլոր ասոցիացիաները, որոնք առաջին հայացքից ձևավորվել էին երեխաների մտքում։ Աշխատանքները շարունակվելու են մինչև ավարտուն փուլ, ընդհանրացնելով այն գաղափարներն ու մտքերը, որոնք հիմք կհանդիսանան կենսաչափական համակարգի ներդրումն իրականացնող Հայփաս ընկերության դիզայներների համար։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ինքնության ու անձահասատող փաստաթղթի վերաբերյալ ստեղծարար պատանիների մտագրոհը, դրա արդյունքում գեներացված ասոցիացիաները եւ դրանց վիզուալիզացման եղանակները։ Ներկայացված իլյուստրացիաները երիտասարդ սերնդի պատկերացումների եւ ընկալումների մասին են եւ դրանց վերլուծությունն ու քննարկումը հավելել արդյունավետություն է հաղորդում գործընթացին։ Հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել են ներկայացված գաղափարներն ու դրանք իրականացնելու ճանապարհները։ ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի շուրջ քննարկումները շարունակում են մնալ ակտիվ փուլում։ Ներքին գործերի նախարարության համակարգմամբ ընթանում են ոլորտային հանդիպումներ ԵՄ-ի հետ գործընկերության խորացման եւ միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը ոլորտի մասնագետներին են ներկայացրել համապատասխան ռազմավարությունները, ընդգծելով համակարգային բարեփոխումները, մասնագիտական վերապատրաստման ծրագրերն ու միջազգային փորձի համադրումը։ Հունիսի 24-ին ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսյակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է սահմանների համալիր կառավարման հայեցակարգի մշակման գործընթացը։ Այս համատեքստում քննարկվել են նաեւ ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման ուղղված քայլերը։ Որպես սահմանային եւ միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման հիմնական նախապայման կողմերն ընդգծել են իրավապահ եւ պետական այլ մարմինների համակարգված ու շարունակական համագործակցությունը։ Անդրադառնալով քաղաքացիության տրամադրման գործընթացի արդիականացմանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է միգրացիոն քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործությունների դեմ պայքարին միտված ռազմավարությունները։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարության համակարգային բարեփոխումները, փոխնախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև ոստիկանության հենասյունային ուղղություններում արձանագրված ձեռքբերումներին։ Արմեն Մկրտչյանը կարևորել է ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորումը, ինչը միտված է ապահովելու թե ծառայողների շարունակական վերապատրաստումը, թե ոստիկանների մասնագիտական կրթությունը։ Նա հավելել է, որ այս ուղղությամբ իրականացվում է երկարաժամկետ ռազմավարական պլանավորում եւ միջնաժամկետ գործողությունների մշակում, համադրելով միջազգային փորձն ու կարիքները։ Պավել Բուսյակիևիչը հայտնել է, որ առաջիկա օրերին Եվրոպական հանձնաժողովը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը համաձայնեցման կուղարկի ԵՄ անդամ պետություններին։ Ակնկալվում է, որ աշնանն արդեն ծրագիրը պաշտոնապես կփոխանցվի հայկական կողմին։ Քննարկումների ընթացքում պատվիրակության անդամները ուշադրություն են դարձրել թրաֆիքինգի ենթարկված անձանց, ինչպես նաև վկաների պաշտպանության ու վերաինտեգրման համակարգի բարելավման հնարավորություններին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի նպաստ Հայաստան-ԵՄ գործընկերության արդյունավետ եւ համապարփակ զարգացման։
Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվում են ակտիվ ձևաչափով, ներառելով ոլորտային հանդիպումներ, արդյունավետ համագործակցություն եվրոպական գործընկերների հետ։ Ներքին գործերի նախարարության գլխավորությամբ ու համակարգմամբ եւ միջազգային գործընկերների հետ եւ միջգերատեսչական մակարդակով սերտ համագործակցությամբ իրականացվում են շարունակական աշխատանքներ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի առաջընթացն ապահովելու եւ ոլորտային բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով։ Մեկնարկել է ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը դասընթացի շրջանակներում ներկայացվել են այն ելակետային դրույթները, որոնք կարմիր թելով պետք է անցնեն հարկադրանքի միջոցների կիրառման շրջանակներում։ Գիտելիք, փորձ եւ նոր մոտեցումներ հունիսի 19-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացները ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողներին հնարավորություն կտան նոր օրենքին համահունչ կատարելագործել հարկադրանքի միջոցներ կիրառելու մասնագիտական պատրաստվածությունը։ Այս նախաձեռնությունը ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է։ Այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը զարգացնելու կարողություններն ու հմտությունները, այլև մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության արժեքների նկատմամբ ձեր հանձնառությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին, ընդգծելով ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում համատեղ գրանցված արդյունքների կարևորությունը։ Այս շարք վերապատրաստումները մենք մեր գործընկերների աջակցությամբ մեկնարկեցինք փետրվար ամսից։ Մենք ունեցանք վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ հիմնական կարևոր ուղղություններով, իհարկե դա հարկադրանքն է, ուժի գործադրումն է, ձերբակալությունը որպես առանձին ուղղություն։ Անդրադառնալով գործողությունների պատշաճ իրականացմանն ու հիմնական սկզբունքներին, փոխնախարար Մկրտչյանն առանձնացրել է հարկադրանքի կամ ուժի գործադրման պայմաններում քաղաքացիների իրավունքների պահպանումն ու օրենսդրության գրագետ կիրառումը։ Արմեն Մկրտչյանի խոսքով այն կարևոր երաշխիք է նաև ոստիկանության ծառայողների անխոցելիության տեսանկյունից։ Ձևաչափը առավելագույնս քննարկային է, այսինքն դիսկուսիոն բնույթի եւ մեծ հնարավորություն եւ ժամանակ է տրվելու մասնակիցներին, որպեսզի իրանք իրենց ուզող հարցերը բարձրացնեն։ Հուսով ենք, որ սա առավել արդյունավետ ձևաչափ կլինի, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ ուզում ենք տեղ հասնել, հնարավորինս մատչելի ձևով դա անենք։ Վերապատրաստման նյութը ներկայացվում է կիրառական մոտեցմամբ։ Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են նաև կոնկրետ իրավիճակային խնդիրներ, ինչը թույլ կտա նրանց ձևավորել պատշաճ արձագանքման պրակտիկ հմտություններ։ Վերապատրաստման ընթացքում շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք կիսում ենք նաև մեր փորձով, ստանում ենք մեզ հուզող հարցերի պատասխաններ եւ հետագայում նաև այդ ամեն ինչը փոխանցում ենք մեր ենթական անձնակազմին։ Դասընթացը միտված է ոչ միայն մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև մտածողության վերափոխմանը հարկադրանքի միջոցների կիրառման ժամանակ առավել համաչափ եւ մարդու իրավունքներին համահունչ մոտեցումներ ձևավորելու նպատակով։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել են սկզբունքները, այսինքն են ելակետային դրույթները, որոնք կարմիր թելով պիտի անցնեն հարկադրանքի միջոցների կիրառման շրջանակներում, ներկայացվելու են նաև հարկադրանքի միջոցների առանձին տեսակների կիրառման առանձնահատկությունները, հիմք ընդունելով այն նոր չափորոշիչները, որոնք սահմանված են ոստիկանության գվարդիայի մասին նոր ընդունված օրենքում։ Դասընթացը անցկացվել է Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։ Նման վերապատրաստումները շարունակական են։ Ոստիկանության ծառայության որակը բարձրացնելու նպատակով աշխատանքային այցով Լոռու եւ Տավուշի մարզում էր ոստիկանապետ Արամ Ղազարյանը։ Հանդիպանը ներկայացնելով նախարար Արփինե Սարգսյանի կողմից սահմանված սկզբունքային մոտեցումները, ոստիկանապետը շեշտել է կարգապահության, մասնագիտական պատրաստվածության, ինչպես նաեւ հանցավորության դեմ պայքարի, զենքի հայտնաբերման եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ միջոցառումների կարեւորությունը։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու եւ Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը եւ Արթուր Խուդինյանը, ինչպես նաեւ Լոռու մարզի քրեական եւ համայնքային ոստիկանության, բարեկային ծառայության եւ պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ներկայացնելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից ոստիկանության ծառայության վերաբերյալ սահմանված սկզբունքային մոտեցումները, Արամ Ղազարյանը ընդգծել է դրանց համահունչ նախանշված քայլերով առաջ շարժվելու անհրաժեշտությունը։ Ոստիկանության պետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կարգապահության եւ մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, ինչպես նաեւ ակտիվացնել կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների, ապօրինի թմրաշրջանառության կանխարգելման ու բացահայտման, զենք զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթին հակազդելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Արամ Ղազարյանը նշել է, որ անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր հասարակական կարգի պահպանման եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում, կանխելով ճանապարհատրանսպորտային պատահարները։ Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Լոռու մարզի իրավապահ այլ կառույցների ղեկավարների հետ ծաղիկները խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Ղազարյանը Տավուշի մարզում եւս խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ծառայության վերաբերյալ նախարարի սկզբունքային մոտեցումները։ Անդրադառնալով ամենօրյա ծառայողական գործունեությանը, Արամ Ղազարյանը հանձնարարականներ է տվել պարտականությունների պատշաճ եւ օպերատիվ կատարման վերաբերյալ։ Կարևորվել է հանցավորության դեմ պայքարի բոլոր ուղղություններով աշխատանքի ակտիվացումը, ներառյալ անտառահատման դեպքերի կանխարգելումը եւ բացահայտումը։ Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, ոստիկանապետն ընդգծել է, որ մասնագիտական գիտելիքների եւ կարողությունների զարգացումը հաջողակ եւ պրոֆեսիոնալ ոստիկանության հիմքն է։ Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ ծաղիկները խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Իսկ այժմ կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք թողարկումը։ Եվ թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ իրավապահների բացահայտումներին, ձերբակալություններին եւ համատեղ գործողություններին միտված հանցավորության կանխարգելմանն ու հանրային անվտանգության ամրապնդմանը։ Հունիսի 24-ին ժամը 19:39-ին Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարբաս գյուղից ցակած կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու։ Ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն Վանաձոր բժշկական կենտրոնից։ Իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժ անձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության եւ համայնքային ոստիկանության Գուգարկի բաժնի ծառայողներ։ Համատեղ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին Դարբաս գյուղի տներից մեկի բակում տեղի է ունեցել վիճաբանություն 85-ամյա տանտիրոջ եւ նրա 54-ամյա որդու միջև, որի ընթացքում որդին հայհոյանքներ է հնչեցրել եւ հարվածներ հասցրել հորը։ Վիճող կողմերին հանդարտեցնելու համար միջամտել է հարևանությամբ բնակվող 19-ամյա մի երիտասարդ։ 54-ամյա որդին վիճել է նաև երիտասարդի հետ, նրա հասցեին էլ հնչեցրել հայհոյանքներ։ Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ երիտասարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդուն, որն էլ ձեռքին եղած դանակով հարձակվել է երիտասարդի վրա։ Սակայն երիտասարդին հաջողվել է խլել դանակը եւ դրանով հարվածներ հասցնել 54-ամյա տղամարդու Աշոտ Ասլանյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ նա հիվանդանոցում մահացել է։ Երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին ժամը 16:50-ին Մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց Մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Հունիսի 17-ից նա հետախուզվում էր սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Հյուրանոցի նույն համարում հայտնաբերվել է Մակարով ատրճանակ։ Տղամարդը ներկայացվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական
քննչական բաժին, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Հունիսի 24-ին համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիներում մի կին պատրաստվում է թմրանյութով փաթեթներ տեղադրել։ Ժամը 13:40-ին Նորքի այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին Մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կինը ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված շինարարական ձեռնոցում կար զիփ-փականով 40 փաթեթ, տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող տեղնականաչափուն զանգվածներով։ Դրանց ընդհանուր քաշը մոտ 65 գրամ էր։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 նապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 նապատիկից 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն էր։ Օրը նշանավորվում էր գլոբալ հանձնառությունը կանխելու թմրամոլությունը եւ կասեցնելու թմրամիջոցների անօրինական շրջանառությունը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը նոր ռազմավարությամբ իրականացնում է համակարգային ու կանխարգելիչ քայլեր ուղղված այս հանցատեսակի դեմ արդյունավետ պայքարին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը համակարգային եւ նպատակային քայլեր է ձեռնարկում կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողության մեխանիզմները հանցավոր ցանցերի բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ։ Չափազանց կարեւոր էր, որ այս տարվա մայիսին կառավարությունը հաստատեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։ Արփինե Սարգսյանը դեռևս 2024 թվականին ելույթ ունենալով ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստում Հայաստանի անունից հանդես էր եկել հանձնառությամբ մշակելու թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը։ Թմրամիջոցների դեմ պայքարի քաղաքականության միջազգային բոլոր պարտավորությունների կատարումն ընդլայնելու եւ թմրամիջոցների չարաշահման, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի մշակման եւ արտադրության, ինչպես նաեւ այդ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ռեկորդային ծավալների մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ինչպես նաեւ 2019 թվականի նախարարական թիվ 2 հռչակագրի ընդգծմանը համապատասխան, ես պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության անունից մշակել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը։
Ռազմավարության ընդունմամբ սկիզբ է դրվել նոր քաղաքականության հիմնված կանխարգելման, բուժման, վերահսկողության եւ վերաինտեգրման սկզբունքների վրա։ 2025 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 173 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 134 կիլոգրամով ավելի։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում ներքին գործերի նախարարությունը շեշտը դրել է արտադրության եւ ներմուծման շղթայի վրա, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակն առավել վերահսկելի պահել։ Այս համատեքստում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը առանձնահատուկ կարևորում է հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում ներքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ներպետական այլ իրավապահ մարմինների հետ, ապահովելով համադրված եւ համակարգված մոտեցում։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ արդյունավետ պայքարը հանրային անվտանգության հարց է, քանի որ այս հանցատեսակը ուղիղ հարվածում է բնակչության առողջությանը։ Ներքին գործերի նախարարությունը եւս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը թմրամիջոցների ձեռք անվտանգ եւ առողջ հասարակություն ձևավորելուն։ Շաբաթվա կարևորները այսքան էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։